Շաբթի սեպտեմբերի 25-ին լրացավ Սամվել Կարապետյանի կալանքի 100-րդ օրը։ Ազգային բարերարին անազատության մեջ պահելը վերլուծաբանները համարում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական տեխնոլոգիան, որի նպատակն է չեզոքացնել հիմնական քաղաքական մրցակիցներին խորհրդարանական ընտրություններից առաջ։ Փաստացի Սամվել Կարապետյանը 24-ժամյա ոչ միայն հսկողության տակ է, այլև տեսաձայնագրման։ Նրա հետ բոլոր խոսակցությունները, շփումները կարող ենք վստահ լինել, ձայնագրվում են։ Գործունեությունը սահմանափակված է լիարժեք, բայց սա նաև խնդիր է Փաշինյանի համար։ Սամվել Կարապետյանը լինելով կալանքի տակ, հեղինակությունը ել ավելի է բարձրանում, անգամ շարժում է ստեղծվել, որը արդեն թափ է հավաքում եւ շուտով ավելի շատ անդամ կունենա, քան Փաշինյանի կուսակցության անդամներն են գործունեության 9-րդ տարում։ Մեր ձևով շարժմանը միացածների թիվն անցնում է 3000-ը, Երևան ԹԴ-ի տաղավարում հայտնում է շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Շարժման անդամները արդեն եղել են Լոռիում եւ Տավուշում։ Այցերի ընթացքում բացահայտվել են մի շարք սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական խնդիրներ։ Մարզերում բնակչության զգալի մասը տարեցներ են, ինչը վկայում է երիտասարդների արտահոսքի մասին դեպի մայրաքաղաք կամ երկրից դուրս, ասում է Ալեքսանյանը։ Բնակիչների հիմնական մտահոգություններն են գործազրկությունը, արտադրության պակասը եւ գյուղմթերքի իրացման դժվարությունները։ Մեր հայրենակիցները պետք է ուղիղ տեսնեն ու մենք ցույց ենք տալիս դա, որ մենք չենք կարող ստել, մենք չենք կարող դատարկ եւ անպագորգոր բաներից խոսել։ Ես կասեմ ընդհակառակը, մենք ավելի քիչ խոսում ենք, քան իրականում անում ենք։ Եվ մեր գործի մասին այն ամենաքիչ բանը, որ կարող ենք մենք ցույց տալ, թե մենք ինչքան քիչ ենք խոսել տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ եւ Կարապետյաններ ընտանիքը ինչքան քիչ են խոսել իրենց թե ինվեստիցիոն ծրագրերի մասին եւ թե բարեգործական ծրագրերի մասին, թե իրականում յետևում թողած ինչքան ծրագրեր կան իրագործված, որոնք որ մեր հայրենակիցների համար հազարավոր աշխատատեղերի ստեղծման ծրագրեր են եղել, բարեգործական մեծ ծրագրեր են եղել, ընդհանուր միջև գյուղերի վերակառուցում եւ այլն եւ այլն։ Իդեպ մարզային այցելությունների ընթացքում շարժման անդամները ոչ միայն գույքագրում են մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները, այլև հենց տեղում ոմանց լուծման տարբերակներ են առաջարկում։ Ալավերդի այցի ժամանակ օրինակ, տեսնելով, որ քաղաքը չունի զբոսայգի, մեր ձևով շարժումը հենց տեղում որոշում է վերակառուցել այն։ Որոշում ենք կայացրել, որ վերակառուցենք Ալավերդի կենտրոնական այգի եւ այդ հայտը կուղարկեն քաղաքապետարին։ Հուսով եմ իրենք կընդունեն հայտը եւ մեր ձև շարժումը կվերակառուցի Ալավերդի կենտրոնական այգին, որտեղ չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաք չունենալ լավ զբոսնելու, ջերմելու վայր։ Շարժման անդամների Լոռու մարզ այցից հետո լրագրողները հանդիպում են Վանաձորի բնակիչներին, լսում նրանց կարծիքները Սամվել Կարապետյանի նրա ստեղծած մեր ձևով շարժման մասին։ Նոր շարժում է ձևավորվել Կարապետյանի նախաձեռնությամբ։ Լսել եք, ինչ կարծիք ունեք։ Հնարավոր է միանալ ինչ-որ պահից։ Շատ հնարավոր է։ Օրինակ ես եթե ինքը այդ շարժմանը միանա, ինքն էլ է ղեկավարը, ես կընտրեմ իրան։ Կարապետյանին։ Մեր ձևով։ Մենք մեր ձևով։ Չեմ կարող ասեմ։ Դա այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես իր գործունեությանը ծանոթ չեմ։ Հնարավոր է ինչ-որ պահի միանալ այդ շարժմանը։ Ամեն ինչ հնարավոր է։ Սամվել Կարապետյանի եւ իրաց կողմից ստեղծող կուսակցության նպատակները ինձ թվում է ավելի արդարացի ու ազնիվ են, քան Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Ինչ շարժում ուզում ալնի, մենակ այս իշխանություններին հանեն, ինչ շարժում ուզում ալնի։ Սրանք չեն կարողանում երկիր ղեկավարել։ Չեմ իմանում ինչ, եթե լավ արարքալի կմիանամ, եթե վատ եղլի, ես այն անձը չեմ գլուխս վատ տեղերը կողեմ։ Շարժման մասին չեմ լսել, ճիշտ լսել եմ շատ աղոտ, այս պահ միանալ չեմ կարծում, հետագայում չգիտեմ։ Աջակից եմ իրան։ Ես ներկա վիճակով եմ իրանց հետ։ Եթե նա կարեցել է իր այդ էությամբ կարեցել է ստեղծի այդքան գումար, կարում է կառավարի ամբողջ իր բիզնեսները։ Նա ցանկացած կառավարության գործ
եւ պետություն հանգիստ կարող է կառավարել։ Ես համամիտ եմ գտնում, որ տվյալ մարդուն եթե ոնց ասած վստահել եւ տաս այդ հնարավորությունը, որ նա պետություն կառավարի, նա հանգիստ շատ լավ ձևով կարող է կառավարել։ Հայաստանի ամենահարավային տարածաշրջանը Մեղրին տնտեսական վերափոխման շեմին այսպիսի հետևություն են կանում մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այս շաբաթվա ուղերձից։ Նա Մեղրիից հրապարակած տեսանյութում ներկայացնում է Հայաստանի այդ տարածաշրջանի զարգացման համապարփակ ծրագիր։ Ապագա Հայաստանում Մեղրին ունենալու է շատ մեծ տնտեսական դեր, նշում է Նարեկ Կարապետյանը եւ նկատում, որ այդ տարածաշրջանի գլխավոր մարտահրավերը ոչ թե աշխատատեղերի բացակայություն այլ որակյալ մասնագետների պակասը։ Խնդրի լուծման համար առաջարկում է խրախուսել մարդկանց տեղափոխությունը դեպի Մեղրի հատուկ բնակարանային ներդրումային նախագծերի միջոցով։ Այս քայլը ըստ բանախոսի կլուծի երկու կարևոր հարց՝ անվտանգային, կավելացնի հայ բնակչության թիվը սահմանամերձ գոտում, տնտեսական, կլարացնի ակտիվ զարգացող տարածաշրջանի աշխատուժի պահանջարկը։ Մեր ձևով շարժումը Մեղրիի զարգացման 3 կոնկրետ առաջարկ ունի։ Առաջինը դա էներգետիկ բարտերի ծրագիրն է, որի արդյունքում Հայաստանը ներմուծում է գազ, Մեղրիում կստեղծվեն ջերմաէլեկտրակայաններ ման ընկերության տեխնոլոգիաներով մինչև $300 միլիոն ներդրումով եւ գազը վերամշակելով մենք կարողանանք այն վերավաճառել որպես էլեկտրականություն Պարսկաստանին։ Հայաստանը այսօր դա անում է, բայց քանի որ օդային գծերը տարողունակությունը քիչ է, մենք առաջարկում ենք դա անել Մեղրիում, որպեսզի ոչ գազի խողովակի, ոչ օդային գծերի խնդիր չունենանք։ Երկրորդը կարևոր լոգիստիկ ծրագիրն է, հյուսիսը հարավին կապող, Պարսից ծոցը դեպի Սև ծով անող, որի արդյունքում մենք կարողանանք շատ արագ բեռներ հասցնել Պարսից ծոցից մինչև Սև ծովի ավազաններ։ Մոտարապես տարեկան Հայաստանը ներմուծում է 4-ից 5,000 տոննա արևադարձային կիվի տեսակի միրգ եւ 4-ից 5,000 տոննա լիմոն։ Նաեւ ինչքան էլ տարօրինակ է, Հայաստանը ներմուծում է 4,000 տոննա նուռ։ Մեր առաջարկն է ստեղծել գյուղատնտեսական գեմպլան, առաջարկել գյուղացիներին շատ լավ պայմաններով ֆինանսավորում, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ այգիներ տնեն եւ լուծել Մեղրիի ջրի հարցը, սարերից եկող ջրի համար կառուցել ջրամբար, ինչը իր հետ էլ կլուծի նաև բերքատվության հարցը։ Մեր ձևով ժողովրդական շարժման անդամները հանդիպում են կամրջելով սահմանները երիտասարդական ասոցիացիայի մասնակիցների հետ, քննարկում պետություն-բիզնես փոխհարաբերությունները, արհեստական բանականության դերը կառավարման գործում եւ երիտասարդների ներգրավվածությունը բիզնես դաշտում։ Մեր ձևով շարժման անդամները շաբաթվա ընթացքում մասնակցում են հարցազրույցների, ներկայացնելով իրենց գործունեության ընթացքը։ Մեր ձևով շարժումը մշակում է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որը կկենտրոնանա Հայաստանի անվտանգության եւ զարգացման վրա եւ կդառնա արժեքավոր ուղեցույց ցանկացած հայանպաստ քաղաքական ուժի համար, ասում է շարժման անդամ Արթուր Դանիելյանը։ Հայեցակարգը կա, մոտեցումները կան, բայց դա պետք է մանրամասն քննարկվի, հարստացվի լավագույն մասնագետների միջամտությամբ, լավագույն փորձառու մարդկանց, որոնք որ հաղթանակներ են ունեցել ու բնականաբար հայեցակարգը իր մեջ ներառում է նաև հենց կոնկրետ Արցախի հարցը։ Շարժման անդամներից Աշոտ Մարկոսյանը պատասխանում է հարցին, թե արդյոք Սամվել Կարապետյանը կարող է գործարքի գնալ Փաշինյանի իշխանության հետ իր ազատության դիմաց։ Սամվել Կարապետյանին իմացողները կարծում եմ կհավաստեն այն, ինչ ես կասեմ, նա շատ հաստատական մարդ է եւ իր սկզբունքներին դավաճանելով չեմ կարծում կգնա գործարքի։ Համատարած հիասթափության պայմաններում Սամվել Կարապետյանի հայտնվելը քաղաքականության մեջ հույսի ուժեղ զգացում է արթնացրել հայաստանցիների շրջանում, կարծում է մեր ձևով շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։ Մարդիկ հավատում են, որ 2026 թվականի ընտրությունների արդյունքում իրենք կամ ձեռք կբերեն Հայաստանի ապագան, որը կլինի բարեկեցիկ եւ այդ հույսը շատ մեծ կապում են մեր շարժման հետ, կամ ավելի վատ կլինի եւ իրենք ցավոք սրտի
ստիպված կլինեն լքեն երկիրը, որովհետև արդեն շատ բարդ իրավիճակում է գտնվում, այնպիսի, որ իրենք չեն տեսնում իրենց երեխաների ապագան այս երկրում։ Տարբեր հաշվարկներով Հայաստանում 500-ից 700,000 աշխատատեղի կարիք կա։ Ամեն 100,000 նոր աշխատատեղի բացման համար պետությանը պետք է մոտ 3 միլիարդ դոլար։ Գործող կառավարությունը անցած տարի աշխատատեղեր ստեղծելու համար կարողացել է ներգրավել ընդամենը 138 միլիոն դոլար։ Այս վիճակագրությունը հրապարակում է շարժման անդամներից Աշոտ Ֆարսյանը եւ ասում, թե ինչպես կարող են նոր աշխատատեղերի հարցը լուծել մեր ձևով շարժումը։ Մեր առավելությունը համարում ենք նա, որ մենք ունենք փորձ դրսի ներդրողների հետ խոսելու, դրսի ներդրողներին ինչ որ ասենք համոզելու, որ իրենք գան Հայաստանում ներդրում կատարելու, մենք ունենք այդ փորձը, մենք այդ աշխատանքը կատարել ենք, մենք օրինակ ինչ որ պահի, երբ որ դուք օրինակ ներկայանում եք որպես մեր ընկերության ներկայացուցիչ, հետո դուք ասում եք, թե այդ մեր ընկերությունը օրինակ ինչքան մեծ ընկերություն է, ինչ մեծ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսությունում, դուք ներդրողի համար ավելի գրավիչ եք դառնում։ Եվ նաև հաշվի առնելով Սամվել Կարապետյանի փորձը, մենք վստահ ենք, որ մեր մոտ կհաջողվի էլ ավելի հաջող կերպով Հայաստան ներդրումներ ներգրավելու եւ Հայաստանի տնտեսությունը զարգացման նոր ուղու վրա դնելը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերահսկող կոմիտեն այս շաբաթ արձագանքում է ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանի հրապարակմանը, որում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձը որևէ կերպ ազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Պետրոսյանը հրապարակում է աշխատավարձերի ամսական եւ տարեկան չափերը։ Տնօրենների խորհրդի աշխատավարձը տալիս է սեփականատերը իր գրպանից եւ այն որևէ կերպ չի ազդում սակագնի վրա։ Հակադարձում է ՀԵՑ-ի վերահսկող կոմիտեն եւ ի պատասխան հրապարակում, թե որքան աշխատավարձ է ստանում Ռոմանոս Պետրոսյանը ՀԵՑ-ի կառավարչի պաշտոնում։ Ամսական 5 միլիոն 200,000 դրամ։ Այն տարեկան կազմում է ավելի քան 62 միլիոն դրամ։ Պետրոսյանն իր հետ ՀԵՑ է տարել եւս 7 աշխատակցի, որոնք զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Նրանց բոլորի աշխատավարձը միասին տարեկան կազմում է մոտ 213 միլիոն դրամ, հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վերահսկող կոմիտեն։ Այս թեմայով հրապարակում է անում նաև ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, հայտնելով, որ մինչև այդ պաշտոնին նշանակվելը որպես խորհրդի նախագահի տեղակալ իր ցանկությամբ հրաժարվել է աշխատավարձից եւ այդ գումարը փոխանցել Տաշիր բարեգործական հիմնադրամին։ Գրառմանը կից հրապարակում է նաև գումարի փոխանցման անդորագրերը։ Կարապետյանը նաև գրում է, որ կրկին իր ցանկությամբ աշխատավարձ չի ստանում նաև ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ ՀԵՑ-ի թեման այս շաբաթ այսքանով չի սպառվում։ 5-րդ ալիքի հետ զրույցում ՀԵՑ-ի նախկին ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանը հայտարարում է, որ ՀԵՑ-ի ազգայնացման համար ազգային ժողովը էներգետիկայի ոլորտի մասին օրենքներում փոփոխություններ է արել առանց ստանալու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր դիրքորոշումը։ Նա նկատում է, որ իր պաշտոնավարման տարիներին նման նախագիծ չէր կարող անգամ կառավարության օրակարգում հայտնվել։ Արշակյանը նկատում է, որ ՀԵՑ-ը պետականացնելու օպերացիայի ընթացքում ընդունված օրենսդրական փոփոխությունները վերջնականապես մեկ մարդու որոշումներով կառավարվող կառույց սարքեցին ՀՑԿ-ին, որը մինչև այդ կոլեգիալ որոշումներով էր աշխատում։ Հիմա կառույցի միայն ղեկավարը առանց հանձնաժողովի անդամների կարող է ընդունել ցանկացած որոշում։ Սա կարմիր լույս է ներդրողների համար։ Ես որպես ներդրող, ընդ որում մասնավոր ներդրող, պետք է համոզված լինեմ, որ անկախ նրանից ինչ կառավարություն կլինի, ինչ ազգային ժողով կլինի, կա կոլեգիալ մարմին, որը նշանակված է ռոտացիոն սկզբունքով եւ իրանք իրանց քաղաքականությունը իրականացնում են անկախ կառավարության քաղաքականությունից։ Սամվել Կարապետյանի եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ներկայացրել է ԱՄՆ պաշտոնյաների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Հեղինակավոր իրավաբանը Facebook-ում հայալեզու էջ է բացել, հրապարակել տեսանյութ պատմելով մանրամասներ իր հանդիպումների մասին։ Հայաստան կատարած մեր վերջին այցի ընթացքում մեզ հանդիպած մարդկանցից ոչ ոք այլ բան չի ցանկանում, քան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն է, եւ դրան նպաստելու ճանապարհներից մեկը Կարապետյանին եւ Հայաստանի այլ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելն է։
Շաբաթվա աղմկահարույց սպանությունը դատապարտում է մեր ձևով ժողովրդական շարժումը եւ ակնկալում, որ Փարաքարի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Մեր ձևով շարժումը հայտարարում է տաղանդավոր երիտասարդներին աջակցելու նոր փուլի մեկնարկի մասին։ Սամվել Կարապետյանի այս շաբաթվա ուղերձի առաջին շահառուները երիտասարդ տաղանդներն են։ Կալանավայրից ազգային բարերարը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցել եւ նրանց ստեղծագործ ներուժը ներկայացնել աշխարհին։ Կարապետյանը երիտասարդների շնորհքը բնութագրում է որպես իրական ու մեծ հարստություն, որը պետք է ամեն գնով պահպանել ու զարգացնել։ Հայ գործարարը սուր քաղաքական գնահատական է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը անվանում փոքրիկ խմբակ, մեղադրում հարևան երկրների առջև ընդունած խղճուկ դիրքի ու կեցվածքի համար։ Անպագորգոր դատարկ ու ցինիկ բառամթերքով կրկին ֆիքսված այս փոքրիկ խմբակին մերժելուց ու հեռացնելուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակում երկիրը փոխել, հասնելով ներքին համերաշխության, պաշտպանվածության եւ բարեկեցության։ Իր ուղերձում գրում է Սամվել Կարապետյանը եւ շեշտում, որ երիտասարդներին աջակցելու կարևոր գործը երբեք չի դադարեցնելու, քանի որ հայ ժողովրդին ամենամեծ համբավը բերում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ այն մարդիկ, որոնց աշխարհը ճանաչում է իրենց աստվածատուր տաղանդի շնորհիվ, եզրափակում է հայ բարերարը։ Գյումրին կտոնի քաղաքի օր է Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից հայրաքաղաքի բնակիչներին խոստանում է, որ իր ստեղծած մեր ձևով շարժումը եւ Տաշիր բարեգործական հիմնադրամը կնախաձեռնեն Գյումրի քաղաքի տոնի կազմակերպումը։ Լուրը համաքաղաքացիներին առաջինը հայտնում է մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Օդում կախված լուրերի համաձայն Փաշինյանի կառավարությունը հավելյալ միջոցներ չի տրամադրել Գյումրիին տոնի համար, քանի որ քաղաքի ղեկավարը քաղաքացիական պայմանագրից չէ։ Ունենալու ենք բավականին լավ համերգ, հայտնի արտիստներով, կարճ ասած, այդ օրվա տոնակատարությունը լինելու է մեր ձևով։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ առիթ է ունենում խոսելու Սամվել Կարապետյանի ու նրա ձևավորած մեր ձևով շարժման մասին։ Լրագրողներին ամենաշատը հետաքրքրում է հարցը, արդյոք Ղուկասյանը պատրաստվում է միանալ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Մեր ձևով շարժման հետ հնարավոր է։ Մեր ձևով շարժմանը հարկում եմ։ Պետական ոչ մի կառույց չի այստեղ զբաղեցրել։ Հայոց ազգի համար առաջի բարերարների շարքին է դասվում տղեն։ Ազգի հետ կապված ինչ, ուրեմն համահայկական Ուրեմն հավաքի արեք, գումարեն հավաքի, ինքը մասնակցել է բոլորից շատ։ Նմանատիպ տղեկի, եթե մենք չենք հարկում, բաղում ենք հարկում, որ ընդհանրապես